Ամենաառաջի կանխողը դա ծնողն է, որը պետք է ուշադիր լինի։ Նկատելով ինչ-որ մի թեքություն կամ շեղում, պետք է ուղղակի դիմել մասնագետի, մեզ մոտ շատ բերում են երեխաներ, որոնց մենք կոպիտ ասած հետ ենք ուղարկում, ասում ենք բան չկա, կամ գնացեք էս ինչ-որ վարժություններ արեք եւ խնդիր չկա։ Ուղղակի դինամիկ հսկողություն է պետք, այսինքն տարին մեկ գոնե եթե կա տենդենս, որ կարա առաջանա սկոլիոզ, տարին մեկ գոնե մի հատ պետք է հետևել նայել երեխային։ Ուղղակի նենց դեպքեր են լինում, որ ծնողի վերաբերմունքն էլ է։ Ես միշտ ասում եմ, երբ որ երեխաներ են բերում կամ հիմնականում 18-12, հա, այդ տարիքային խմբում, բերում են շատ ընկճված են լինում ծնողները, միջև անգամ սկսում են լաց լինել։ Ես ասում եմ, ժողովուրդ ջան, սկոլիոզը ինքը հիվանդություն չի, ինքը կեցվածքի շեղում է։ Մենք բոլորին նայենք, ում էլ որ նայենք, ինչ որ մի թեթև կեցվածքի շեղում մենք գտնելու ենք։ Ուղղակի կա ցածր աստիճանի եւ բարձր աստիճանի։ Մի հատ շատ իմ համար ահասարսուր դեպք պատմեմ։ Հայր ծնողը բերեց երեխային 12 տարեկան, նստեցին իմ դիմաց, այս խորհրդատվության նայեցին երեխային, այ սկոլիոզ ուներ 2-րդ աստիճանի։ Եվ շատ ընկճված էր այդ երեխան, աղջիկ երեխա 12 տարեկան, եւ հայրը մի հատ արտահայտություն արեց, ասեց, որ իրանց եթե չեմ սխալվում 3-րդ երեխան էր։ Արտահայտություն արեց, ասեց, եթե ես իմանայի սենց սկոլիոզ կլներ երեխայի մոտ, մենք իրան չենք էլ ունենա, եւ այդ երեխան սկսեց ահավոր լաց լինել, ես հորը հրավիրեցի դուրս, մի երկու խոսք ասացի եւ ասացի դուրս եկեք, ես քեզ չեմ ուզում ընդունել։ Այսինքն սկոլիոզը բոլոր երեխաներին, ովքեր բուժվում են, ասում եմ, ոչ դպրոցում, ոչ ձեր ընկերուհիներին, բարեկամներին մի ասեք, որ դուք հիվանդ եք, դա հիվանդություն չի։ Դա կեցվածքի շեղում է ուղղակի, որը կարելի է շտկել, չշտկելու դեպքում էլ վիրահատությունով կարելի է փառք Աստծո, փառք այսօր մեր նեյրովիրաբույժներին, նաև վիրահատություններով կարողանում են շտկել այդ խնդիրը, բայց պետք է այնպես անել մաքսիմալ, որ չհասնի վիրահատության, որովհետև այնպես չի, որ վիրահատությունից հետո մենք ունենում ենք իդեալական ուղիղ ողնաշար եւ առանց ցավերի